Հարգելի հեռուստադիտողներ, ինչպես գիտեք, հունիսի 7-ին կայանալիք համապետական ընտրություններին ընդառաջ կուսակցությունները շարունակում են իրենց նախընտրական քարոզարշավը։ Այս ընտրություններում առաջադրվել է 19 քաղաքական ուժ, 16 կուսակցություն եւ 3 կուսակցությունների դաշինք։ Քարոզարշավի 12-րդ օրը քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը «Տեր կանգնիր խաղաղությանը» կարգախոսով շարունակում է քարոզարշավ իրականացնել Լոռու մարզում։ Այս պահին մենք գտնվում ենք Տաշիր խոշորացված համայնքում եւ այժմ ես պատրաստվում եմ զրուցել վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հետ։ Պարոն Հարությունյան, նախ շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Շնորհակալություն ես հնարավորության համար։ Կուզենայի ձեր գնահատականը լսել, պարոն Հարությունյան, քաղաքացիների հետ շփումներից ընդհանուր մթնոլորտը քարոզարշավի ինչպես եք դուք գնահատում եւ այն պահանջը քաղաքացիների որն է իշխանությունից առաջնահերթը, երբ որ դուք օրինակ շփվում եք, ինչ են ասում ձեզ։ Շնորհակալություն ես հնարավորության համար։ Ընդհանուր առմամբ ընթացքից ես նաև որպես կենտրոնական շտաբի պետ գոհ եմ, որովհետև մենք սկսել ենք նախապատրաստվել ընտրություններին դեռ 6-7 ամիս առաջ եւ ունեցել ենք ծրագիր, նույնիսկ հաստատված օրերով արդեն այս մայիս ամսվա համար 6 ամիս առաջ եւ ըստ այդ պլանի գնում ենք այն տեմպը, որ սահմանել ենք մեզ համար, պահում ենք այդ տեմպը, որպեսզի մինչև հունիսի 7 ունենանք ցանկալի արդյունք քաղաքացիական պայմանագրի համար, ինչ վերաբերում է բարձրացված հարցերին, նախ ինձ համար շատ զարմանալի է, որ հատկապես այն մարդիկ, ովքեր որոշակի ծրագրերով ֆինանսական հնարավորություններ են ստացել կամ առողջապահության ապահովագրության ընդգրկված են ծրագրում, իրենք չեն խոսում այլևս այդ խնդիրների մասին, այլ օրինակ խոսում են խաղաղությունը պահելու կարևորության մասին։ Սա մեզ համար առաջին օրերից շատ զարմանալի է եւ ըստ էության միշտ այդպես կատակում եմ, ասում եմ, մեր քաղաքացիները մեր փոխարեն իրենք են քարոզարշավն անում հանուն խաղաղության եւ հանուն դրա պահպանման, հետեւաբար նաեւ հանուն այս գաղափարախոսության, որ մենք ենք առաջ տանում։ Պարոն Հարությունյան, վտանգված է այսօր խաղաղությունը։ Վարչապետ Փաշինյանը իր ելույթներում պարբերաբար անդրադառնում է այս լրջագույն հարցին եւ նաեւ հիշատակում է, ինչպես ինքն է ձևակերպում պատերազմի եռագլուխ կուսակցությանը նկատի ունենալով Ծառուկյան, Քոչարյան եւ Կարապետյան դաշինքը։ Ես ուզում եմ հասկանալ, մենք այս առումով այսօր ինչ ռիսկի, ինչ վտանգի առջև ենք կանգնած։ Վարչապետ Փաշինյանը խոսում է այն հնարավոր հետևանքների մասին, որը կարող է լինել հունիսի 7-ից հետո, եթե քաղաքացին չքվեարկի հանուն խաղաղության, բայց այս պահին գոնե մենք տեսնում ենք, որ այդպիսի ընթացք չկա եւ քաղաքացիական պայմանագրի առաջ քաշած այդ գաղափարները աջակցություն են ստանում մեր հանրության մեծամասնության կողմից, իսկ վտանգները, որի մասին խոսում ենք մենք բոլորս, այն է, որ այդ քաղաքական ուժերը ըստ էության իրենց բոլոր հայտարարությունները, ոչ թե առանձին հայտարարություններ, այլ բոլոր հայտարարություններով այնպիսի խոսույթ են առաջ բերում, որը ակնհայտ է, որ հանգեցնելու է թե այդ պայմանավորվածությունների խզմանը եւ թե նոր պատերազմների հնարավորության ստեղծմանը, վտանգում այդ խոսույթը վտանգում է նաեւ օրինակ թրիփի իրականացումը, ինչ որ անհասկանալի, անիմաստ խոսույթներ են երաշխավորի մասին, կարծես ինչ որ մի կենտրոնում գրված մի թերթոն լինի, որը տվել են բոլորին կամ մեյլով ուղարկել են, այս վերջերս էլ բացահայտումներ եղավ, հստակ երևաց, թե մեյլով ինչ հրահանգներ են տալիս կոնկրետ կենտրոններից, ամենայն հավանականությամբ նաև այդ հրահանգն է օրինակ երաշխավորի եկել որոշակի կենտրոնից, այսինքն այն ամբողջ քայլերը, այն ամբողջ կետերը, որ առաջ է քաշում ներկայիս ուրեմն ընդդիմությունը, դրանք ոչ միայն այս երեքն են, դա եւ Թաթոյանը, եւ Մարուքյանը, եւ Մարությանը, դրանք բոլորը մի կուտոկ են, որոնց պետք է հերթական անգամ մերժել, իսկ խաղաղության պահպանման փայփայման համար առաջիկա 5 տարիներ կարևոր են լինելու, որովհետեւ մի բան է, որ խաղաղությունը հաստատված է, բայց այդ հաստատումից անցել է 9 ամիս, եւ առաջիկա 5 տարիները մենք այլ հնարավորություններ պետք է ստեղծենք դրա հարատեվության համար։ Պարոն Հարությունյան, քանի որ նաեւ հիշատակեցիք թրիփի մասով, տեսեք, օրինակ նաեւ ձեր ընդդիմախոսներից ՀԱԿ-ը, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներն են, որոնք այս ընտրություններին եւս մասնակցության հայտ են ներկայացրել, մասնավորապես թրիփի մասով ասում են, թե
թե սա հայ-ամերիկյան համատեղ նախագիծ է ուղղված Իրանի դեմ, այսինքն նաև Միացյալ Նահանգները Հայաստանը այսպես ասած նաև որպես պլացդարմ է օգտագործում ընդդեմ Իրանի իր նպատակների, իր շահերի իրագործման համար։ Ես շատ ցավում եմ, որ ՀԱԿ-ը, որը շատ լավ հիմքի վրա էր 2007 թվականին ձևավորվում եւ առողջ գաղափարներ էին առաջ քաշում քաղաքական երկնակամարում մնալու կամ արևի տակ մնալու համար այդ քաղաքական պլանկան իջացրել է պլինտուսի մակարդակի եւ այսպիսի խոսույթ է առաջ քաշում այնքան որ մնա իր այսպես ասած նոր խոսքով այդ արևի տակ սա որևէ կերպ ուղղված չի որևէ երկրին ընդհակառակը եւ վարչապետը եւ մեր քաղաքական թիմի ներկայացուցիչները միշտ ասում են որ ուրեմն կոմունիկացիայի բացումը դա հնարավորություն է ոչ միայն կոնկրետ երկրի համար այլ ամբողջ տարածաշրջանի համար եւ մենք հիմա տեսնում ենք որ Աստվածտա որոշակի պայմանավորվածություններ լինեն Իրանի շուրջ աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների հետ, խաղաղություն հաստատվի նաև Իրանի շուրջ, Իրանի համար էլ է հնարավորություն առաջանում այդ ճանապարհով դուրս գալ նաև միջազգային շուկաներ։ Պարոն Հարությունյան, հատկապես Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի հետ կապված ունեմ ձեզ հարց, Եվրասիական տնտեսական միություն եւ Եվրամիություն։ Ընդամենը մի քանի օր առաջ էր մայիսի 4-ին, երբ մեր երկրում անցկացվեց մեծամասշտաբ միջոցառում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողով, մենք 50 պետության ներկայացուցիչների բարձրագույն ղեկավարների հյուրընկալեցինք, բայց քաղաքացիական պայմանագրի նախընտրական ծրագրում գրված է, որ մենք շարունակելու ենք մեր անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը եւ այս ֆոնին հետաքրքիր է նաեւ Ռուսաստանից հնչող սպառնալիքները, որ Հայաստանը չի կարող վարել եւ-եւի քաղաքականություն։ Նաեւ Պեսկովի հայտարարությունը հիշեցնեմ, թե Ուկրաինայում այսօր տիրող իրավիճակը հետևանքն է այն բանի, որ մի քանի տարի առաջ էլ Կիևն էր ցանկանում անդամագրվել Եվրամիությանը։ Ես ուզում եմ հասկանալ, այսինքն այս առումով Ռուսաստանից հնչող սպառնալիքները ինչպես է գնահատում եւ նաեւ այդ եւ-եւի քաղաքականությունը եւ Եվրասիական տնտեսական միություն եւ Եվրամիություն։ Ինչպես ենք մենք օրինակ կարողանալու համատեղ են։ Բազմիցս ասել ենք եւ շարունակելու ենք այդ քաղաքականությունը։ Ինչպիսի հայտարարություններ են որ հնչեն Ռուսաստանից, մենք չենք պատրաստվում իրենց նույն ոճով եւ նույն բովանդակությամբ պատասխանել։ Մենք գործընկերային այսպես հանգիստ, հանդարտ տոնով, այնպես ինչպես վարչապետը նախագահ Պուտինի հետ հանդիպման ժամանակ Հայաստանի դիրքորոշումներն էր ներկայացնում, այնպես էլ այս դեպքում մենք կներկայացնենք մեր դիրքորոշումները։ Ես կարծում եմ, որ այն գնահատականները, որ տալիս են ռուս պաշտոնյաները, չեն համապատասխանում իրականությանը։ Հայաստանը լավ է տրամադրված Ռուսաստանի նկատմամբ։ Հայաստանի ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ գոնե այս պահին նման խնդիր չկա դրված ԵԱՏՄ-ից դուրս գալու։ ԵՄ-ի հետ համագործակցության խորացումը կապված է առաջին հերթին եվրոպական ստանդարտների ներդրման անհրաժեշտությամբ Հայաստանի Հանրապետությունում, իսկ եթե կգա մի իրավիճակ, երբ որ հարց կառաջանա Հայաստանի անդամակցության վերաբերյալ, մենք իհարկե մեր գործընկերների հետ էլ կխոսենք, մեր հանրության հետ էլ կխոսենք, այնպես որ ես հասկանում եմ, որ որոշակի այսպես էմիսարներ Հայաստանից գնում են Մոսկվա եւ կարմիր լույս են վառում, չգիտես ինչի համար, զուտ իրենց ընտրվելու համար, ես ռուս գործընկերներին ուղղակի կոչ կանեի հանգիստ, հանդարտ քննարկել այս հարցերը եւ կարծում եմ, որ եւ իրենք մեր դիրքորոշումը կհասկանան, մենք էլ իրենց դիրքորոշումը։ Քանի որ նաեւ հենց Տաշիր համայնքում ենք գտնվում, մի քանի օր առաջ, երբ որ Սուրեն Պապիկյանը պաշտպանության նախարարն էր այստեղ քարոզարշավը իրականացնում, մենք տեսանք նաեւ, որ այստեղ միջադեպ արձանագրվեց։ Ես կուզենայի հասկանալ ձեր ակնկալիքները հատկապես այս համայնքի բնակիչներից, հաշվի առնելով, որ Սամվել Կարապետյանը, հա, բավականին մեծ ազդեցություն ունի նաեւ այստեղ։ Դուք այդ գործոնը ինչպես եք գնահատում։ Մենք տեղայնավորության հիվանդությամբ չտարված չենք եւ մեզ համար բոլոր համայնքներն էլ հավասար են եւ այդ գիտեք այդ հին մտածելակերպի եւ որոշակի մաֆիոզ մտածելակերպի հետևանքա, որ եղբայր դու եկել ես իմ թաղերն ես մտել, ես քեզ չեմ թողելու այդպես քարոզարշավ անել։ Հայաստանում չկան թաղեր, Հայաստանում չկան ազդեցության գոտիներ, Հայաստանի յուրաքանչյուր թաղ
յուրաքանչյուր փողոց, յուրաքանչյուր քաղաք, յուրաքանչյուր մարզ բոլորինն է եւ որևէ մեկը, այդ թվում նաեւ կալուգացի օլիգարխը լինի Ռոբերտ Քոչարյանը, լինի Սերժ Սարգսյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, Էդմոն Մանուկյանը, Թաթոյանը, որևէ մեկը չի կարող մեր քաղաքացուն ասի, դու ստեղ կարող ես քարոզ արշավ անել, դու ստեղ չես կարող։ Այդ ասողը խստագույնս կպատժվի, պատժվում է եւ ապագայում էլ պատժվելու է։ Շատ է խոսում այն մասին, որ իշխանությունը փորձում է նաեւ, այսպես ասած, լարել տրամադրությունները ընդդեմ արցախցիների։ Ոնց է փորձում։ Մենք տեսնում ենք, պարոն Հարությունյան, որ օրինակ լինում է տարբեր տեղերում, տարբեր համայնքներում, երբ որ արցախցիներ են մոտենում վարչապետ Փաշինյանին եւ բավականին այսպես սուր զրույց է ստացվում, որից հետո սկսվում են քննարկումները, քննադատությունները նաեւ վարչապետի հասցեն, որ կնոջն է վիրավորում կամ արցախցիներին է թիրախավորում, կամ փորձում է օրինակ նորից նախկինում այն ժամանակ եղած այդ Ղարաբաղյան կլանի խոսույթը, այդ թեզը նորից առաջ բերել հիմա արդեն նաեւ 2026 թվականին։ Ղարաբաղի բնակչությունը 35 տարի եղել է պատանդության մեջ Ղարաբաղյան կլանի ձեռքում եւ օլիգարխիայի ձեռքում։ Սերունդներ են մեծացել այդ տրամաբանության մեջ եւ բնական է, որ բավականին բարդ է բացատրել այն իրողությունները, որ այսօր կան Հայաստանում եւ այն փոփոխությունները, որը մենք իրականացնում ենք։ Բայց ես կարծում եմ, որ գոնե վերջի 3 տարիներին մեզ հաջողվել է Ղարաբաղի մեր հայրենակիցների մեծամասնությանը կամ կեսից ավելին, այսպես ասեմ, բացատրել, թե ինչ է կատարվել, ինչ է կատարվում եւ որոշակի զարգացումների դեպքում ինչ կկատարվի եւ բոլոր այդ քայլերը, որոնք իրականացվում են օլիգարխիայի կողմից եւ առաջադրված օլիգարխ տեխնացուների կողմից միտված են դրան ներհայաստանյան որոշակի լարումներ առաջացնելու համար, բայց ես սա համարում եմ այսպես նախընտրական փուլի առանձին դրսևորումներ եւ ոչ թե օրինաչափություններ եւ խորը վստահություն ունեմ, որ բոլոր այդ թեմաները հունիսի 7-ի ընտրությունով կփակվեն։ Ինչ եք կարծում, տեղահանված արցախցիները, որոնք այսօր բնակվում են Հայաստանում, գտնվում են արդյոք Ռոբերտ Քոչարյանի ազդեցության տակ, թե ոչ։ Ոչ։ Նրանք նրա էլեկտորատ արդյոք համարվում են, թե ոչ։ Առանձին փոքր խմբեր կարող է, բայց մեծամասնությամբ ոչ, որովհետեւ դուք գիտեք, ես նոյեմբեր ամսից մեծ խմբերի հետ Ղարաբաղից ներգաղթածների, բռնի տեղահանվածների, ուրեմն զրուցել եմ, հանդիպումներ եմ իրականացրել, քննարկել եմ նրանց հարցերը։ Ես խորը համոզվածություն ունեմ, որ նրանց մեծամասնությունը, որքան որ Հայաստանի Հանրությունն է ատում Ռոբերտ Քոչարյանին իր տարիների համար եւ այն չարիքի համար, որ նա բերում է անընդհատ Հայաստանի գլխին, նույնքան էլ Ղարաբաղի մեր հայրենակիցներն են այդպես վերաբերում, որովհետեւ ես տեսնում եմ, որ Ղարաբաղի մեր հայրենակիցները դառնում են Հայաստանի Հանրության լիարժեք անդամ եւ հետեւաբար այն մտածելակերպը, որ կա մեր հանրության մեջ, բնականորեն այսպես արտացոլվում է նաև Ղարաբաղի մեր հայրենակիցների վրա։